Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր եկել ենք Խանջյան գյուղ, տեսեք Խանջյան գյուղում այստեղ դեղցի բերքահավաք է, դեղց են մթերում, այսինքն մթերումը ավարտել են, այստեղ դեղցը ոնց հասկացա գնալու է վաճառքի, դույլերով բերում են, ես ձեզ ուզում եմ ցույց տալ դեղցերը, տեսեք ինչ հիանալի դեղցեր են։ Ուրեմն այստեղ հանդիպեցինք մի մարդու, ով այս դեղցի նոր տեսակի ստացողն է, այսպես սիրելի հետևորդներ, հիմա ես անցնեմ առաջ, ծառերն էլ ձեզ ցույց տամ, կմոտենանք նաև իր հետ կզրուցենք, հասկանանք ինչպես է մշակել դեղցը, տեսեք ինչ հիանալի դեղց է, երբ որ գարնանը դեղցի էտ էինք նկարում, հիշում եք, որ գարնան դեղցի հետ էինք նկարում, մտածում էինք, որ երբ որ դեղցը էտում են, քիչ է մնում պտուղը, բայց իրականում որքան լավ է էտվում դեղցը, որքան ճիշտ է մշակվում, ապա տեսեք, գնացքներ գնաց, անմիջապես գնացքի մոտ ենք, որքան դեղցը ճիշտ ու լավ է էտվում, այնքան ավելի շատ լավ է բերքը տալիս։ Ինչպես է կոչվում այս դեղցը։ Այս դեղցի անունը օնոսորտ, նարիջ դեղցն է, միջահաս նարիջ դեղցն է, օնոսորտ է կոչվում։ Ինչպես հասկացանք, սորտի հեղինակը դուք եք։ Այո։ Իսկ ինչպես եք ստացել, ինչ առանձնահատկություն ունի այս։ Սելեկցիոն ճանապարհով, այն առանձնահատկությունը ունի, որ ինքը շատ լավ չիրա լինում, շատ լավ կամպոտ, շատ լավ մուրաբա, ամբողջ աշխարհով 22 պետություն ինքը իր կամպոտը գնում է։ Սորտն էլ հետը։ Այսինքն գործարաններ, որ տանում են, սա ավելի։ Հենց հիմա գործարանն է տանում Սարգիս Կարոլինան։ Վերևի գործարանը, մենք վերևում որ գալիս էինք ճանապարհին։ Չէ, Երևան։ Երևան։ Հենց հիմա ապրանքը տանում են, հիմա կգնանք կտնեկարեք։ Շատ լավ։ Քանի տարեկան ծառեր են, պապիկ։ Սրանք քանի տարեկան ծառեր են։ 7 տարեկան ծառեր են։ Իսկ բերքատվության առումով սրա բերքատվությունը ապահովում է 100 կիլո։ 7 տարեկան ծառը մինչև 100 Խոշորությունը գալիս է 350-ից մինչև 500 գրամ։ Շատ լավ։ Իսկ սրանք շուկայում վաճառքի համար եթե վաճառենք, միջինում սրա գինը ինչպես ավելի բարձր է, թե ավելի ցածր է։ Բարձր։ Ավելի բարձր է։ Ну, այս տարի այդքան բարձր չի։ Այս տարի բարձր չի, այս տարի Իսկ ինչով է դա պայմանավորված, որ այս տարի գինը այս տարի չի գնում դուրս դրա համար, բայց արտասահման են տանում։ Հասկացա։ Տեսեք սիրելի հետևորդներ, Լավ, էլի գոհ ենք, դժգոհ չենք։ Ինչպես հասկացանք, Խանջյան գյուղում ենք։ Խանջյան գյուղը Հացիկ գյուղում ենք, անմիջապես կողքն էր ցուցանակը Խանջյանի, կարծեցինք թե Խանջյանում ենք։ Հիմա դուք գտնում գյուղը ինքը հիմնականում աճեցնում են պտղատեսակներ։ Դեղցերին, ծիրանենին, դամբուլ ազգիները, դեղց ազգիները, տարբեր այստեղ շատ երևի հողը շատ բերի հողը պտուղների առումով։ Հասկանալի։ Ես այդպես կկարողանամ բացատրել, հողը շատ բարենպաստ է դեղցելու, ծիրանենու, դամբուլ ազգիների, տարբեր դամբուլ ազգիների համար։ Այստեղ շատ լավ է լինում։ Բոստանային կուլտուրաներ այս հողերի մեջ էլի լավ է լինում, բայց հիմնականում լրիվ պտղատեսակներ են։ Հասկանալի է։ Մոտավորապես եթե հաշվարկենք դեղցի բերքատվության առումով 1 հեկտարի համար որքան է բերք տալիս։ Եթե լիարժեք են, եթե ծառերը լիարժեք են 30-ից 35 տոննա։ Եթե ասենք 40 տոննա, դա շատ կլինի։ 30-ից 35 տոննա ինքը շատ լավ պտուղ է տալիս, բայց 30 տոննա մաքուր ինքը տալիս է։ Շատ լավ։ Մի հեկտարի մեջ գնում է 400 ծառ։ 400 ծառը ինքը պիտի տա 40 տոննա, բայց ինքը չի տալիս։ Տալիս է 30-ից 35 տոննա, բայց շատ խոշոր բերք է տալիս եւ շատ բարենպաստ։ Դա հաշվի առնելով բոլոր ռիսկերը, թե կարկտահարությունները, ցրտահարությունները հաշվի չենք առնում կարգուտը եւ ցրտահարությունը։ Եթե լինի կարգուտ, եթե լինի ցրտահարություն, բնականաբար չենք ունենա։
Հասկանալի է։ Իսկ դեղցի վրա որքան կարելի ասել սրսկումների առումով որքան ներդրում է կատարվում։ Ավելի շատ է, քան ծիրանենու, թե կարելի ասել հավասար են։ Հիմա ես ձեզ կասեմ 1 հեկտարի հաշվարկով դեղցենին 6-ից 7 անգամ սրսկել ենք տալիս եթե մենք չենք սրսկել ենք տալիս դեղերով եւ սրսկումով մեր վրա 6 անգամ 400-ից 450 հազար դրամ գումար ենք տալիս Հասկանալի։ որպեսզի ինքը շատ լավ որակով լինի նո չհաշված պարարդանյութերը մարդիկ կան պարարդանյութ են տալիս մարդիկ կան պարարդանյութ չեն տալիս ես չեմ տալիս Տեսեք էկոլոգիապես շատ մաքուր պրոդուկտ Ինչի համար է հարցս, քանի որ շատ մարդիկ մտածում են, որ գյուղացին եթե մի քանի տոննա ավել բերք է ստանում, ուրեմն հարստանում է, բայց մոռանում են մտածել եւ մոռանում են հաշվարկել այն միջև բերքը քաղելու բոլոր ծախսերը, որ գյուղացին կատարում է։ Եթե ես հիմա եթե մենք բաժանենք տարվա կդրվածքով 1 հեկտար դեղցենին 12 ամիս 366 օր այս պայմաններով ինքը չի կարողանում արդարացնել, բայց անում ենք։ Իսկ միջինում որքան պիտի լինի շուկայական գինը, որ դեղցենին արդարացնի մշակելը։ 300 եւ պլյուս դրամ։ Ամենակիչը 300 եւ 300-ից բարձր։ 300 եւ ավելի, հասկանալի է։ Հիմա մենք որ ինչ որ անում ենք, մինչեւ 100 դրամի սահմաններում են մեզ չի մնում, այս պայմաններում։ Այսինքն հաշված սրսկումները, բերքահավաքը, ջուրը, էդանելը, էդը մշակությունը, էդանելը, մշակությունը, էդի կտրտած ցախերը, որ հավաքում են, ամեն ինչը տրակտորիստերին տալիս են, բան են անում, մաքրում են դաշտը, հետո խոդի դիմաց մենք այդ ամեն ինչը որ ես մի անգամ հաշվարկել էի, չնչին բան ամնում։ Հիմա մոռացել եմ այդ հաշվարկները, որ ես ասեմ։ Ուրեմն տեսեք, սիրելի հետևորդներ, նույն խնդիրը ունենք նաև ծիրանի բերքահավաքի ժամանակ, երբ որ ծիրաններն էինք բերքը հավաքելուց նկարում, նույն հարցի եւ նույն խնդրի առաջ ծիրանի մշակողներն էին կանգնած եւ ասում էին, որ այո, նույնն էլ իրենք էին ասում, որ չի արդարացնում, ծախսերը չի փակում, ինչ որտեղ այս տարի որ հաշվարկ էին կարել, ուրեմն իրենք կարելի ասել անգամ մինուսով էին դուրս եկել։ Եթե մենք բաժանենք ընտանիքի անդամների վրա, այնտեղ կան ուսանողներ, այնտեղ կան դպրոցականներ, ամեն ինչ կա 366 օր չի, եթե մենք զբաղվենք 1 հեկտարի պայմաններում, այս գներով չի արդարացնում։ Հասկանալի է, շնորհակալ ենք շատ, շարժվենք առաջ, տեսնենք մեզ ինչ հետաքրքիր բաներ ցույց կտակ այգում, ինչ հետաքրքիր ծառատեսակներ ցույց կտակ։ Եվ մի փոքր էլ պատմեք այս պահին դեղցի բերքահավաքից հետո առհասարակ ծառերը ինչպես պիտի արդեն խնամվի, ինչ սրսկումներ պիտի արվի եւ արդյոք կան աշխատանքներ, որ հրատապ են այս ընթացքում անելու համար։ Ես ձեզ կասեմ հետեւյալը, դեղցը հավաքելուց հետո անպայման մենք պիտի ջրենք դաշտը, որ ինքը նստի հաջորդ տարվա վեգետացիային, այսինքն ինքը բեղմնավորվում է հաջորդ տարվա համար օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 15 կամ սեպտեմբերի վերջը։ Հետո մենք պետքա մի բուժում էլ դրա հետ անենք, կա գոյություն ունի նման հիվանդություն, որը կոչվում է վահանակիր։ Երբ որ աշտանը արդեն տերևները թափվում են, նոյեմբերի վերջերին կամ դեկտեմբերի սկզբին մի հատ ենք մենք այդ սրսկումները անում, որ հաջորդ տարի վահանակիր հիվանդությունը եւ կեղծ վահանակի հիվանդությունը գլուխ չբարձրացնի։ Դրա վրա շատ գործողություններ արում, որ այս համով դեղցը մենք կարողանում ենք ուղարկել։ Այսինքն այնպես չի, որ հաջորդ տարին եք միայն մշակում։ Նախորդ տարի արդեն հաջորդ տարվա համար ձեր նախապատրաստական աշխատանքները, սրսկումները, բուժումները անում եք։ Այո։ Այսպես։ Շատ լավ, շարժվենք առաջ։ Գնանք այստեղ, որ դեղցն է երևա, էլի։ Գնանք։ Տեսեք, սա չքաղած դեղցի ծառն է։ Հələ սա չեն քաղել։ Սա դեռ չեն քաղել։ Գուցե 1-2-ը դիմացից պոկել են, բայց հիմնականում հələ չեն հասել։ Բերքահավաք չի եղել սրան։ Տեսեք, ինչ հիանալի դեղցեր են։ Նայեք, եթե ձեռքս պահում եմ, չափը կարող եք պատկերացնել, ինչ չափի դեղցեր են։ Ուրեմն ինչ խորհուրդ տանք մեր հետևորդներին։ Դեղցը ինչ չի սիրում, ինչ չանենք դեղցի հետ։ Դեղցի հետ ես կասեմ հետևյալը, նո անպայման բերքահավաքից հետո մի անգամ
երկու անգամ պիտի ջրեն ու երկու անգամ էլ պիտի սրսկեն։ Վահանակիրի դիմաց ուշ աշնաններ, որպեսզի գարնանը չընկնի գանգրենային հիվանդությունը, սնգային հիվանդությունը, անպայման բուժեն կուպրոքստատ կամ կիրուշիպ։ Ցանկալի կլինի կիրուշիպ։ Շատ լավ։ 3%-անոց։ Շատ լավ, շնորհակալ ենք Որպեսզի ձեզ։ հիվանդությունը գլուխ չբարձրացնի, որպեսզի հաջորդ տարին շատ լավ բերք ունենան մեր ֆերմերները եւ գյուղացիները։ Շատ լավ, շնորհակալություն։ Ուրեմն վերցնենք խորհուրդը Օնիկ պապիկից ու շարժվենք առաջ։ Այսքանը սիրելի հետևորդներ, դե ինչ լավ մնացեք։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նաև հաջորդ տեսանյութերը։ Իսկ մենք շարժվենք առաջ։